Ամառային սեզոնի մեկնարկին հանրապետության ճանապարհներին ավելանում են մոտոցիկլետներն ու մոպեդները։ Երկանիվ տրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ, սակայն հաճախ ուշադրության կենտրոնում են հայտնվում նաև դրանց մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն ճանապարհային պայմանները չեն, այլ առաջին հերթին վերաբերմունքը երթևեկության կանոններին։ Հիմնականում երթևեկության կանոնների չպահպանումն է։ Վարորդների կողմից ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների չպահպանել, հետևողական չլինելը հիմնականում դրանցով է պայմանավորված։ Մոտոցիկլետների եւ մոպեդների վարորդները ըստ մասնագետների հաճախ փորձում են երթևեկել մեքենաների արանքներով, դուրս գալ գոտիներից եւ կատարել վտանգավոր մանևրներ։ Նման վարքագիծը հատկապես երևանյան ծանրաբեռնված երթևեկության պայմաններում մասնագետների կարծիքով մեծացնում է բախումների հավանականությունը։ Փորձագիտական պրակտիկան ցույց է տալիս, որ ավելի շատ երկանի տրանսպորտային միջոցների վարորդների մեղավորությամբ է պայմանավորված։ Դա արդեն փորձագետների եզրակացությամբ։ Ավտոմեքենաների վարորդները շատ դեպքերում եւս ուշ են նկատում երկանիվ տրանսպորտային միջոցները եւ չեն պահպանում անհրաժեշտ հեռավորությունը կամ բավարար ուշադրություն չեն դարձնում հայելիներին։ Փորձագետները հիշեցնում են, որ մոպեդների համար սահմանված են երթևեկության հատուկ պահանջներ։ Դրանք պետք է երթևեկեն ճանապարհի աջ եզրին, այսինքն մայթ եզրին մոտ տարածությամբ, հիմնականում առաջին գոտով։ Սակայն գործնականում այս կանոնը հաճախ անտեսում են, արձանագրում են մասնագետները եւ հիշեցնում, որ ամեն դեպքում պատասխանատվությունը միայն մոտոցիկլավարներինը չէ։ Ես գտնում եմ, որ բարեկային ծառայության կողմից, ինչպես նաև տեսանկարող սարքերի կողմից խիստ վերահսկողություն է անհրաժեշտ, որովհետև մենք մի կարևոր բան չպետք է մոռանանք, իրենք արտոնյալ չեն, երթևեկության կանոնները բացառապես իրենց արտոնություններ չի տալիս։ Վարորդների կրթվածությունը, փոխադարձ հարգանքն ու կանոնների պահպանումը փորձագետների համոզմամբ ճանապարհային անվտանգության հիմնական նախապայմաններն են։ Պնդում են, թե պետք է ուշադրություն դարձնել նաև մոտոցիկլետների եւ մոպեդների համարանիշների տեսանելիությանը, քանի որ դրանց անընթեռնելիությունը դժվարեցնում է վերահսկողությունը եւ նպաստում խախտումների աճին։ Պետք է կրթենք այս մարդկանց։ Այս երթևեկությունը չի կարելի լավանալ, տուգանելով, գծելով, համաներումով։ Այս երթևեկությունը կարա լավանալ մենակ կրթելով։ Պետք է օրենք դրվի նման համարները ոչ համապատասխան վայրերով փակցնելու, որ բոլոր մոտոցիկլետներում ունենան։ Իսկ մոտոցիկլետը չի կարա իր համարանիշն անելի վերև են, որ կպցնում նստատեղի տակ։ Ինքը պետք է համապատասխան համարանիշի տեղ նախատեսի ու փակցնի։ Դա պետք է կառավարությունը սահմանի։ Անկախ տրանսպորտային միջոցի տեսակից ճանապարհային անվտանգությունը սկսվում է կանոնների պահպանումից, իսկ մասնագետների գնահատմամբ, որքան շատ երկանիվ տրանսպորտային միջոցներ են հայտնվում ճանապարհներին, այնքան ավելի մեծ է դառնում բոլոր վարորդների զգոնության եւ պատասխանատվության անհրաժեշտությունը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։